Հատուկ Իտալիա մեկնողների համար ուզում եմ մի քանի դիտարկումներ անել, որպեսզի եթե դուք գաք այս երկիր, հասկանաք մոտարապես ինչ է կատարվում։ Իր ֆանտաստիկ, իր հրաշք երկիր լինելով հանդերձ, այս երկրում ժողովուրդ գողությունը շատ է, սարսափելի աստիճանների է հասնում ու առաջինը ուշադիր եղեք ձեր պայուսակներին։ Եթե ունեք դուք այսպիսի բարսետկաներ, պայուսակներ, մոտապես այսպես, թե կանայք, թե աղջիկները, ավելի լավ է գցեք այսպես խաչաձև, ոչ թե մի ուսի վրա, այ հենց այսպես ու պետք է անպայման ձեր պայուսակը մի ձեռքով պահեք։ Ինչի համար, որովհետև ընդամենը մի քանի օր առաջ ես մետրոյում անզգուշաբար այսենց ազատ էի թողել պայուսակս եւ ավազակները մետրոյի մեջ ուզում էին կտրեին, ահա տեսնում եք, դանակով փորձեցին կտրել եւ գողանալ իմ պայուսակը, բայց ես ավելի ճարպիկ գտնվեցի եւ ավազակներին դա չհաջողվեց։ Առաջինը շատ ուշադիր եղեք ձեր պայուսակներին։ Երկրորդ, եթե դուք ունեք ակնոցներ եւ դնում եք ձեր գլխի վրա կամ կախում եք, չգիտեմ, ձեր շորից, շատ զգուշ եղեք ժողովուրդ, որովհետեւ այն արագությամբ կտանեն ձեր ակնոցները, որ դուք չեք կարողանա նույնիսկ ձեր աշկը թարթեք, թե հասկանաք ով էր տանողը։ Իսկ ինչի հիմա ես շունեմ իմ գլխին ակնոց, կրահեք։ Իմ ակնոցները գողացել են ժողովուրդ, Ray-Ban իմ ամենասիրած ակնոցները, որը որ ես առել էի Կիպրոսից, այսօր էստեղ Իտալիայում գողացան։ Եվ երրորդ ժողովուրդ ոչ մի կերպ չխնդրեք ինչ-որ մեկը ձեզ նկարի ձեր հեռախոսով, այսինքն դուք տակ մեկին հեռախոս, որ ձեզ լուսանկարի, իմացեք ձեր հեռախոսը էլ այլևս ձերը չի։ Փորձեք ինքներդ ձեզ սելֆի անել այսպես ինչպես ես եմ, տեսանյութեր նկարել կամ եթե դուք ունեք ձեր այդ հարազատ կամ ընկեր, որը ճանապարհորդում է Իտալիա ձեզ հետ, փորձեք խնդրել հենց ձեր ընկերոջը եւ նա թող ձեզ լուսանկարի։ Ահա հենց այսպեսին է Իտալիան, ես Միլանում եմ ամենաթույն քաղաքներից մեկը մոլորակի վրա, շատ եմ սիրում Իտալիան, բայց դե ունի թերություններ։